Ով որ մինչև վերջ համբերե, երգիրը պիտի ժառանգե, վասնսի քիչ ժամանակ հետո ամբարիշտը պիտի չկանա, անոր տեղը պիտի փնտրես ու պիտի չգտնես, սակայն հեզերը պիտի ժառանգեն երգիրը եւ խաղաղության առատությունով պիտի ուրախանան։ Ով պիտի ժառանգե երգիրը։ Տեսնում եք երանելիները Դավիթի կյանքում կատարվել է Երանի հեզերին, Երանի սկավորներին, Երանի հոգով աղքատներին, այս լեռան քարոզը հին ուխտի հավատացյալների կյանքում էլ է Սուրբ Հոգին կատարե։ Ու Դավիթը տեսնելով իր կյանքում այդ ներգործությունը, իր տառապանքների, ընտանեկան դժվարությունների, հոգևոր սայտագումների ու խնդիրների մեջ, ժողովուրդ ջան, մենք ունենք այս դժվարությունը մեր կյանքում։ Դավիթը ընտրությունը Տիրոջն է տվել։ Սիրելիներ, ո՞րն է մեր կողմը։ Այս դա եմ ուզում կարդալ։ Ո՞րն է մեր կողքը։ Առանց անկախ դժվարություններից, անկախ խնդիրներից, անկախ հիվանդություններից, ներքին պատերազմներից, ընտանեկան դժվարի, անկախ ինչ դժվարություն ունիս, մնա թշվառության մեջ, բայց մի կասկած է Աստծո սիրո ու բարության վրա։ Այս սա է հաղթանակը։